Սաղմոս 147 Օրհներգեցեք Տիրոջը, որովհետև բարի է Սաղմոս ասել մեր Աստծուն, որովհետև քաղցր և վայելուչ է օրհնաբանությունը։ Տերը վերաշինում է Երուսաղեմը և ժողովում է Իսրայելի ցրված որդիներին։ Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը։ Նա հաշվում է աստղերը և նրանց բոլորին կոչում է իրենց անուններով։ Մեծ է մեր Տերը և շատ զորավոր, նրա իմաստությանը չափ չկա։ Տերը բարձրացնում է խեղճերին, ամբարիշտներին խոնարհեցնում է մինչև գետին։ Երգեցեք Տիրոջը գոհությամբ, քնարով Սաղմոս երգեցեք մեր Աստծուն, որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում։ Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։ Նա հաճություն չունի ձի ու զորության հանդեպ և չի հավանում զորեղ մարդու սրունքները։ Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։ Ով Երուսաղեմ, գովիր Տիրոջը, օրհներգիր քո Աստծուն, ով Սիոն, որովհետև նա ամրացնում է քո դռների նիգերը և օրհնում է քո որդիներին քո մեջ։ Նա խաղաղություն է տալիս քո սահմաններին և ընտիր ցորենով կշտացնում է քեզ։ Նա իր հրամանը ուղարկում է երկիր և նրա խոսքը վազում է իսկույն։ Նա բրդի պես ձյուն է տալիս և եղյամ է ցանում մոխրի պես։ Նա իր սառույցն է ուղարկում կտորտանքների պես։ Ով կարող է կանգնել նրա ցրտի առջև։ Նա ուղարկում է իր խոսքը և հալեցնում է նրանց։ Փչել է տալիս իր քամին և ջրեր են վազում։ Նա իր խոսքը պատմում է Հակոբին, իր հրամաններն ու իրավունքները Իսրայելին։ Ոչ մի ազգի համար այսպես չարեց, և նրանք չեն ճանաչում նրա դատաստանները։ Ալելույա։